Հարկներդեհին, երբ որ անկիրթը տգետը ինչ-ինչ ճանապարհներով հասնում է իշխանության, պետության գլխին նույնիսկ, ու սկսում է հրամաններ արձակել ու իր ենթակաները կատարում են, իրեն արդեն չի թվում, որ ինքը տգետ է, իրեն թվում է, որ ինքը մի նոր բան ասեց եւ իրենից առաջ որից է մեկը չէր ասել, չէր էլ պատկերացրել, չէր էլ հասկացել, իրենից առաջ բոլորը սխալվել էին, ինքը հենց նոր շտկեց, ու քանի որ այդ ենթականերն էլ իր պես տգետներ են, բերել լցրելը վազելով կատարում են, ցանկացած հանցավոր հրաման։ Իրեն թվում է, որ ինքը հասկանում եք, ինքը արդեն բոլոր ոլորտներում է, ինքն է կարգ սահմանում, կրթական կարգ է սահմանում, թե ինչ պետք է սովորեն, ինչ չպետք է սովորեն, անվտանգային կարգ է սահմանում, պաշտպանողական կարգ է սահմանում, մեզ պետք է, թե պետք չի, արտաքին հարաբերությունները ինքն է որոշում, հասկանում եք, արդեն հոգևորում էլ են իրենք որոշում, այդենց անհատականություն աշխարհում չկա, Նիկոլն էլ անենց չի էլի, մենք բոլորս էլ գիտենք ինքն ով է, ոնց է եկել, որտեղից է եկել, ոնց է ապրել, հասկանում եք, անգամ իր շրջապատում նորմալ մարդիկ չեն եղել։ Էյնշտեյնի վարորդը իր վարորդալով այնքան էր Էյնշտեյնը շփվել, դարձել աստրոֆիզիկոս։ Վարորդը։ Բայց այդ կարգի մարդկանց հետ էլ չի շփվել, հասկանում եք։ Ինքը խուժան, այսինքն ինքը իր բերանը մաքուր չի, իր մտքերը մաքուր չեն, իր ցանկությունները, իր վարկը, հասկանում եք, եթե մարդու մոտ շեղված կա, չէ, ասում եք, արձանին նայելուց ցանկություն է առաջանում բռնաբարելու, մարդը գրում է դա, գիրք է գրում, ու դարձնում է գիրք, իր միտքը, ու մենք իրեն պետություն ենք վստահել, սա նույնն է, որ իսկապես կապիկին մի 400 մարդ նստի ինքնաթիռ, մեծ ինքնաթիռ, ու այդ կապիկին դնեն ղեկին, ասեն դետար, այդ ինքնաթիռը թռցրու, ղեկավարի։ Իր մոտ այն տպավորությունն է, որ ամեն ինչից ինքը հասկանում է, ու մենակ ինքն է հասկանում, ու ինքը պետք է ասի, ու բոլորն անեն, որովհետև մինչև իրեն ամեն ինչ սխալ է եղել։ Եվ երբ որ մարդին ասում են քո ավտոշարասյունը հղի կնոջը վրաերթի ենթարկեց, ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում։ Ասում է, «Էդի իմ ավտոշարասյունը չի», ասում է, «դա վարչապետինն է»։ Այսինքն ինքն ուզում է ասել, եթե մարդը դառնում է վարչապետ, դադարում է մարդ լինելուց եւ պատասխանատվություն կրելուց։ Ինչ է նշանակում, դա վարչապետի ավտոշարասյունն է, իմը չէ։ Դուք կարող եք սրա այս տողատագերի, ասենք, հասկանաք ինչ է։ Իսկ որ մարդը հանգարց ասում է վարչապետը մարդասպան է, տանում են դրա համար տուգանում են, ասում են ցեղասպան է, տանում են դատում են։ Այսինքն ինքը կարող է մարդուն տրորել անցնել եւ պատասխանատվության չենթարկվի։ Երբ որ մեկն իրեն ասի դու մարդասպան, ցեղասպան ես, իրան տանեն նստեցնեն։ Հասկանում եք։ Մենք ուր ենք հասել։ Եվ ինքը արդեն լկտիությունը ինքը այնքան է պատկերացնում, որ ամեն ինչի տերը ինքն է, որ ամենտեղ ինքը պետք է ցուցումներ անի, իր ցուցումով շարժվեն։ Եվ արդեն կպագաններն էլ չէ, ասում են, ոնց կարող է, ասենք, Ալենչիկը էլ, ինչ Ալեն Սիմոնյան, չէ, խորհրդարանի նախագահն է իբր։ Ասում է, Նիկոլն ինչ ասի, պետք է անենք։ Բայց Նիկոլները, այսինքն վարչապետը, խորհրդարանն է այդ վարչապետին պաշտոն շնորհում, խորհրդարանն էլ պետք է վերահսկի, ոչ թե դառնա նրա կամակատարը։ Չէ, ասում ենք հասկանում ենք այդ համակարգը, իրենք ոնց են դարձրել։ Այսինքն այն բանի ընտրությունների մասին օրենք կլինի, խորհրդարանի մասին կլինի, հա, չգիտեմ, բոլոր օրենքների վրա թքած ունեն իրենք։ Նիկոլը պետք է ասի։ Եվ այս մարդկանց լսելը հեռախոսներ, երբ որ գաղտնալսվում է, առանց արդեն ինչ դատավոր, ինչ սանկցիա, ինչ բան, ազատ։ Այդ Ստալինի ժամանակ մարդիկ տանը
ռիսկ չէին անում խոսեն, քաջություն չունեին, որ ասենք դժգոհեին, որովհետև տանը եթե երեխա կա, կարող է երեխան դուրս գար, բերանից թերցներ, ասել հերս, մերս, հորող մերս, սս բան ասած, տանին գնդակահար էին։ Լավագույն դեպքում աքսոր էին։ Վախենում էին մարդիկ, անգամ իրենց տան մեջ չէին խոսում, էլի։ Հիմա դեպի գիտությունը զարգացել է, ինչ երեխա, ինչ բան։ Հեռախոս։ Բոլորն ունեն։ Հասարակ միա ցանկություն իշխանությունը ընտրովի է Հայաստանում։ Եթե ես ընտրում եմ, նշանակում է ես կարող եմ էլի ընտրել։ Եթե ես ընտրել եմ ու տեսնում եմ ինքը իրեն լավ չի դրսևորում, ես պետք է բողոքեմ։ Եթե բողոքում եմ ինքը դուրս չի գալիս, ես պետք է սպառնամ իրեն։ Հասկանում եք։ Ու եթե սպառնամ էլի տեղի չտա, ես պետք է զինված ապստամբեմ իր դեմ։ Կարգն է այսպեսին։ Բայց ինքը դարձել է վարչապետ, ու ասում է դու իրավունք չունես ինձանից բողոքելու։ Վերջ թքած ունի բոլոր օրենքների վրա։ Եվ երբ որ բոլորին արդեն գաղտնա լսում է, սա արդեն պայթելու է։ Ուղղակի ինքը այնքան իրեն աշտոն է, ժպիտը դեմքին է ասում, որովհետև ազերիների մուտքը արդեն Հայաստան, արդեն ինքնաթիռ իջավ Երևան, Բաքվից։ Եթե սա դառնա արդեն սիստեմատիկ ռեժիմով, այսինքն մենք արդեն Երևանի փողոցում ադրբեջանցիներ ենք տեսնել, որոնք իրենց ոնց ուզեն կարող են դրսևորել։ Եթե մինչև հիմա մենք տեսնենք, որ մեկը մի պատիտակը թուրքերեն է խոսում, մենք պետք է, ասենք, չեզոքացնեինք ոստիկանի կամ չգիտեմ ծառայողի միջոցով հասկանենք սա ով է, ինչի է եկել, չէ՞, որովհետև ինքը թշնամի է, մենք թշնամուց պետք է պաշտպանվենք։ Չէ, արդեն ազերին էլ էր կաշկանդված, չէ՞, կգային մի պատիտակ թակուն, մի երգ կձայնագրեին, կնկարեին, կփախնեին, հետո կտանեին, ցույց կտային համացանցում, թե Երևանը sense բաներ են կարել, չէ՞։ Իսկ հիմա դա ազատ է լինելու։ Ու ոստիկանը պաշտպանելու է իրենց։ Հասկանում եք, արդեն նրանք չեն կաշկանդվելու մեր հետ իրենց սրտի ուզածը ասելու, անելու։ Իրենք մեզ ուղիղ գալու են եւ վիրավորեն եւ հայհոյեն, ու եթե հանգարց ու մեկին մատով կվրենց, ոստիկան նրան է պաշտպանելու։ Որտեղ դա Ալիևի պահանջն է։ Հանուն խաղաղության։ Այսա է Նիկոլին, ասած որ համ խոսում է, այնքան տգետ են, հասկանում եք, հոգևորն ու աշխարհիկը խառնել են։ Ու իրենք չգիտեն, այնքան դեբիլ են, որ չեն հասկանում իրենց աշխատանքային օրենսգիրքը հոգևորում չկա, չի գործում։ Նրանք պետական ծառայողներ չեն։ Հոգևորականը պետական ծառայող չի, աշխատող չի, որ դու մարդուն կարկա զանց են, կարկա լույց են արել, ինչ են արել են հրեշին, հասկանում եք, ստեղից արդեն խոսում են, ասում են, աշխատանքային օրենսգրքում դե 2 ամիս առաջ այդ մարդուն տեղակ պես նոր գործից ազատ էր։ Հələ սրանց տգի համ չգիտեն, համ այդ չգիտեցած ասած ուղիղ ժողովրդին ասում են, դա քո նախարարության կամ քո քաղաքապետարանի կամ մարզպետարանի կամ դպրոցի աշխատող չի է, այնտեղ լրիվ այլ կարգ է գործում։ Նա քո օրենսդրությամբ չի շարժվում։ Դու այնտեղ մտել ես ու խայդարակ ես լինում։ Չնայած քեզ այնտեղ թույլ են տվել, որ մտնես։ Դու ուզում ես փչացնել մեր ամեն ինչը քո գարեգին բեի հետ։ Հասկանում եք, ասում է 2 ամիս առաջ պետք է տեղակ պահեին։ Կամ մարդը, եթե անգամ կոչ է անում, երբ որ տեսնում է ապօրինություն է անում, կոչ է անում, դիմադրելու, ասում են պաշտոնական դիրքը չարաշահել է։ Դրա համար տանում ենք, ասենք այդ բաներին, արքիեպիսկոպոսներին տանում են նստեցնում են։ Բայց նրանք պետական պաշտոնյա չեն։ Պետական պաշտոնյան եթե նման հայտարարություն անում, ինքը դիմում գրի դուրս գա նոր կառավարության դեմ, հա, հասկացանք։ Բայց այդ մարդիկ պետական պաշտոնյա չեն։ Ու իրենք ասենք որ մարդուն կալանքի, ասենք այդ օրդեր գրում են, իրենք պետք է հիմք դնեն տակը։ Ու հենց իրենք հենց դա են գրել, որ չի համապատասխանում։ Վաղ այդ քննիչը, այդ դատավորը, այդ դատախազը, ախի փոխվելու է այս գլուխը փոխվելու է, սրանք իրենց մահը արագացնում են։ Սա մի կողմից Ալիևի մուտքն է արագացնում Հայաստան, որ իրեն փրկի, ազերու մուտքը։ Բայց նաև ինքը չեն հասցնում, էլի, այսինքն որքան Պուտինի վիճակը ծանրանում է, սրանց վիճակն էլ է ծանրանում։ Դրա համար խառնաշփոթել է առաջանում։ Հասկանում եք։ Այնքան սխալներ են թույլ տալի, բայց այս դատավորը, այդ քննիչը, լավ, Նիկոլը կարող է մի օր
ժողովուրդը այդ կառավարությանը տրորի անցնի Նիկոլին էլ հետո դուք ինչ եք անելու դատավոր դատախազ քննիչ ինչ եք անելու ասենք այդ հոգևորականը կամ ինչ որ մի մարդ ում ապօրինի ասենք թեկուզ հենց մեր աջակիցը որ Ծիծեռնակաբերդում ասենք կամ մեր աջակիցները ինչու մի հոգու դատեցին որ ասում են Նիկոլ Ցեղասպան դուք պետք է դրա ասեք դրա ինքը իրավունք ուներ թե չուներ դա որ դրե գրած որ մարդը իրավունք չունի տեսակետ հայտնելու որ մի օրենքում է գրված դու դատավոր որ դու դատում ես ասենք Տիգրանին վաղ ախրի քեզ դադելու են չէ քո վրա գործ է բացվելու չէ դու ո՞նց ես սրա տակից դուրս գալու դուք մինչև երբ պետք է տուն պահելով Հայաստանը քանդեք Նիկոլի ցանկացած հանձնարարություն կատարողը երկրաքանդ տուն պահող, բայց դա ժամանակավոր։ Դուք որ երկիրը քանդում եք, ձեր տունը այդ երկրի մեջ է։ Ձեր տունն էլ հետն եք քանդում։ Հասկանում եք։ Ոչ բոլորը դեք հասցնելու փախնեք ախրի։ Մինչև երբ եք տուն պահելով մեր հայրենիքը քանդելու։ Այս տգետի ձեռին։ Մինչև երբ ոստիկան հեռախոս են պահում, զգում եք որ ձեզ նկարում են, այն որ գնացել են Վարդանիկին, Վարդանիկը ձեզանից ավելի բաներ վազելով, ոչ բռնել եք, ոչ բան, ձեզանից արագ էր վազում։ Երևի զանգել ասել էր տղեր, քեզ ինչ եք ուշանում, եկեք գնանք։ Որ թատրոնը ստացվի։ Հասկանում եք ժողովրդին ոնց են զբաղեցնում։ Այդ ոստիկաններին դե ժողովրդը մի մաս չի հասկանում, գիտեն եկան Վարդանիկին տարան, չգիտեմ ես ինչ վայ բան։ Զգացվում էր այն ոստիկանը, որ գյումրեցի էր, տեղի ոստիկան էր, որ տեսնում էր, որ նկարում են, այս փախցնում ես, մեջքով էր կանգնում։ Մի քիչ աբուր ուներ։ Բայց էլի տուն պահող է, էլի, հասկանում ես, ինքնասիրություն չունի։ Մի փոքր ամաչում էր, երեսները, գլուխները կախում էին, երեսները թեքում էին։ Բայց Երևանը չգաս կարում մի բերետավորներ, մի հատ էլ այնց բանի բորեն ու կեցվածք էին, ասում դեմքներ բաներում։ Իբր վախեցնում եք, ինչ եք անում։ Ախր ֆիքսվում է ձեր բոլորի այդ բանը երախը, այդ ձեր դունչը, ձեր դեմք չի էլի, ձեր բերան չի, երախ է։ Այս 21-րդ դարում դուք ոնց եք փախնելու այսքան հիմքերից։ Ժորդ, պետք է սկսենք որ չուշացնենք։ Ալիևի մուտքը պետք է Հայաստանում ինքը չհիմնավորվի։ Եթե հիմնավորվեց Նիկոլը փրկվել է, իսկ մենք դուժել ենք։ Գործել է պետք։ Գործել։